Elroom-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elroom-ում եք։ Կանանց միամսյակի վերջին օրերն են։ Ամենակարևոր, ինչպես ասում են, տոնին ենք մոտենում ապրիլի 7-ին։ Որպես կանոն այս օրերի ընթացքում մենք Elroom-ում զրուցել ենք ու փորձել ենք զրուցել միայն այն կանանց հետ, ովքեր իրենց ասպարեզում իրականում ամեն ինչին մի քիչ ուրիշ կերպ նայելու, մի քիչ ավելի վառ գույներով աշխարհը տեսնելու հնարավորություն ունեն։ Բնատուր այդպիսի հմտություն կարելի է ասել։ Յուրաքանչյուր ասպարեզում մենք կարևորում ենք, որպեսզի մարդը լինի եւ պրոֆեսիոնալ եւ միևնույն ժամանակ իր տեսակով մոտիվացնող, կարողանա իր շուրջը տարածել այն էներգիան, որն իր ներսում է։ Երբ կինը արվեստում է եւ իր կյանքի ընթացքում անցած բոլոր տարիների ընթացքում կարողացել է անընդհատ ստեղծել խմբեր, որոնք ունեցել են ձեռագիր, այսպիսի կանանց ասում եմ, որ իսկապես իրենց մեջ գերբնական մի ուժ կա, կարողանալ իրականում արվեստը կրել հոգում եւ կարողանալ այնպես անել, որպիսի արվեստը իսկ մասնավորապես ամենակարևոր ուղղությունը, ինչպես ասում են, մարմնի միջոցով աշխարհի մասին խոսելու արվեստը, բարը այնպես անել, որպիսի սիրելի դառնա, հետաքրքիր դառնա նաեւ մյուսներին եւ հատկապես երեխաներին։ Այսօր մենք շատ հետաքրքիր ու եզակի հանդիպում ունենք։ Մենք կարող ենք այս հանդիպումն ունենալ on-line օվկիանոսից այն կողմ, որովհետև մենք խոսելու ենք այսօր հետաքրքիր ու շատ եզակի մի պրոֆեսիոնալի հետ, մարդ, ով կարողանում է իր աշխատանքը, իր արվեստը տարածելու այդ եզակի կարողությունը զուգահեռաբար իրականացնել եւ Հայաստանում, եւ օվկիանոսից այն կողմ։ Սիրով այս պահին նաեւ ձեր անունից ուզում եմ Elroom-ում ողջունել Աշտարակի պարարվեստի ստուդիայի Քասախ պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Զարթոնք պարային համույթի գեղարվեստական ղեկավար եւ իհարկե հիմնադիր Հասմիկ Աղամալյանին։ Ինձ շատ հաճելի է հանդիպել ձեզ։ Ես ուզում եմ հասկանալ այդ անսպառ արվեստը կրելու եւ ձեր անսպառ էներգիայի աղբյուրը։ Մեր զրույցից մի քանի երևի 1 օր առաջ եք դուք վերադարձել, ինչպես ասում են, ինքնաթիռից դեպի փառատոն, փառատոնից դեպի մեր սրահ։ Շնորհակալություն Լիլիթ ջան, ես նույնպես շնորհակալ եմ այսօրվա հրավերի համար եւ ձեր հաղորդման հյուրը լինելու համար։ Ես ուզում եմ ձեզ շնորհավորել կանանց միամսյակի բոլոր օրերի մեջ եւ դրան հաջորդող օրերի մեջ։ Ես ուզում եմ, որ ձեր եռանդը անընդհատ արարելու կարողությունը իսկապես ավելանա, որովհետեւ դուք կարողանում եք այնպես անել, որպեսզի մարդիկ եւ հատկապես երեխաները իրականում կարողանան արվեստի շունչը զգալ, կրել եւ ինչ որ առումով էս տեխնոլոգիական դարում հոգեվոր դաշտում նաեւ լինել։ Շնորհակալություն, ես ինքս եմ շնորհավորում ձեզ, ինչպես նաեւ բոլոր մայրերին, բոլոր քույրերին, շնորհավորում եմ այս գարնանային այս չտեսնված տոնի առիթով։ Թող բոլորը լինեն առողջ, լինեն երջանիկ եւ ապրենք խաղաղ երկնքում։ Այո, ամենակարևորը։ Այո։ Հասմիկ, ձեր թույլտվությամբ ուզում եմ գալ ամենասկզբից։ Ասում են, որ ոչինչ հենց այնպես չի լինում, ձեր գեների մեջ, այսպես արվեստը ամբողջ ձեր ընտանիքում ու մեծ ընտանիքում նաև գերդաստանում է, բայց նաև մեր ականավոր մեր պարարվեստի իրականում հիմնասյուներից մեկի դուստերն եք դուք, Վարազդատ Աղամալյանի, սա ինչ որտեղ երևի հաղթական այդ ճանապարհ է եղել, ինչ որտեղ էլ ես պատկերացնում եմ, որ դեռ շատ փոքր տարիքից եղել է շատ պարտավորեցնող մի բան։ Այո, իսկապես ես շատ հպարտ եմ, որ այսօր Վարազդատ Աղամալյանի դուստերն եմ, որովհետև հայրս եղել է Վանուշ Խանամիրյանի աշակերտ եւ ապրել են միասին շատ բալետներում, ապրել են միասին եւ արվեստը եւ մշակույթը հորս սրտում է եղել միշտ։ Միշտ ինքը սիրել է ապրել, սիրում էր նաեւ երգել հայրս եւ պատահական չեղավ, որ ես ինքս էլ դարձա նույն պարարվեստի ոնց որ շարունակող
շարունակող եւ դարձա պարուհի։ Այո, 3-4 տարեկանից արդեն պարը։ Այո։ Դուք պարի մեջ եք, պարը ձեր մեջ։ Ենթադրում եմ, որ ձեր հայրն է եղել ձեր առաջին ուսուցիչը։ Այո, հայրս է եղել իմ առաջին ուսուցիչը եւ դպրոցական տարիներին հիշում եմ, երբ որ առաջի դասարանից մինչեւ 10-րդ դասարան, երբ որ դպրոցում միշտ լինում էր, չէ, դե միջոցառումներ, այնքան լավ եմ հիշում, երբ որ 6-րդ դասարանում էինք, մեր աշտարակում կա մի շատ հրաշալի, մի շատ գեղեցիկ ունի մշակույթի տուն։ Ես շատ սիրում եմ այն, շատ սիրում եմ եւ այնտեղ ապրել եմ, ես դեռ առաջի դասարանից ապրել եմ այդ բեմի վրա եւ 6-րդ դասարանում էր, երբ տեղի ունեցավ, ուրեմն ԱԲԳ 6-րդցիների մեջ ձեզ տեսնենք աղջիկներ։ Այդ ժամանակ բոլոր դպրոցները մասնակցում էին եւ պարում էին, նաեւ պարում էին։ Նաեւ պարի մրցույթեր, այո։ Նաեւ պարի, դե պարեցի ու մենք շահեցինք մեր դասարան։ Եվ ոչ միայն դասարանը, այլ դպրոցը։ Ես հիշում եմ, երբ որ sense գավաթը հանձնեցին ինձ, վայ, ամբողջ ուսուցիչներով, այդ մեր ամբողջ դասարանով ողջավորված այդ գավաթը վերցրած վազում էինք դպրոց, այսպես ու այդպես շարունակ 7-րդ դասարան էի, երբ մեր Հայաստանի ժողովրդական արտիստ, մեր հայ պարարվեստի հայտնի Արտյուշա Կարապետյանը աշտարակում բացված էր պարախումբ եւ ինքը ղեկավարում էր այն։ Պարել եմ տարիներ շարունակ իրեն մոտ, տարիներ շարունակ եւ հյուրախաղերի մեկնեցինք, հիշում եմ, առաջի անգամ Լեհաստան։ Երբ որ գնացինք Լեհաստան, շատ մեծ հաջողություն ունեցանք այնտեղ եւ վերադարձանք, որից հետո Գերմանիա գնացինք հյուրախաղերով, որից հետո 1 ամսով գնացինք ուրեմն Բուլղարիա, նրանից հետո Հնդկաստան 3 ամսով գնացինք, այսպես անընդհատ հյուրախաղերի մեջ եմ եղել։ Վանուշ Խանամիրյանը այն ժամանակ ինձ ասեց, ուսանողական տարիներին միշտ ասում էր, լսի, ասում էր, դու պետք է մեր բարի պետականում պարես, դու անպայման ես պարելու։ Հայրս ասում էր, լսի, եթե դու գնացիր, իրենք անընդհատ են ճամփորդում, անընդհատ բայստկեք են ունենում, անընդհատ հյուրախաղեր են ունենալ, մենք ես չենք տեսնելու։ Իդեպ պետք է նշեմ, որ ես իմ ընտանիքի միակ դուստերն եմ։ Այդ իսկ պատճառով հայրս, մայրս ինձ շատ են հատուկ վերաբերմունքով, բայց ես այնքան ուրախ եմ եղել, մեկ ուրիշ հաղորդման ժամանակ էլ ասեցի, հիմա էլ ես անընդհատ դա կարող եմ ասել առանց հոգնելու, որ ես մենակ չեմ մեծացել։ Ես մեծացել եմ իմ բարեկամների, իմ հարազատների շրջանակում։ Իմ քույրերի, իմ եղբայրների հետ միասին, 5 հորեղբայր, 3 խորաքույր, 3 եզակի, այո, պատկերացնում եմ, թե ինչպես էս բոլորը միասին միշտ։ Եվ մինչև այսօր մեր այդ կապը, մեր սերտ կապը կա ու պահպանվում է։ Հետաքրքիր է, բայց սա մարդկային ինչ-որ հատուկ գծեր են պետք, չէ՞, սա բոլոր տարիների մեջ պահելու համար դա։ Այո, եւ ես դա շատ կարեւորում եմ, շատ սիրում եմ, երբ որ մեկը օրինակ այսօր իմ Գրիգոր եղբայրս, երբ որ մի բան է ասում, արդեն ամենամեծն է ինքը մեր։ Մենք բոլորս լուր լսում ենք իրեն։ Բոլորիս համար իր խոսքը պետք է անցնի մեր բոլորի մոտ։ Այսպես։ Այսինքն սիրում եք դուք այդ կարգ ու կանոնը, որը որ տեսել եք եւ ամբողջ կյանքում, հա, հարաբերությունների մեջ այդ կարգ ու կանոնը, բոլոր են դրական բանը, գնահատելը, որովհետեւ սրանք ի վերջո չգրված օրենքներ են, որոնցով մարդկությունը կարողացել է հենց իր տեսակը, ազգայինը մեր սրանով ենք մենք կարողացել պահել։ Հասմիկ, նաեւ մենք չնշեցինք, որ Փաստորեն ձեր մայրը նույնպես պարուհի է եղել։ Իհարկե հետո չի շարունակել, բայց ձեր հայրիկը երբ 18 տարեկանում արդեն աշտարակի մշակույթի տնօրենն է եղել, ձեր մայրիկը այստեղ պարել է։ Հենց այդտեղ էլ ծանոթացել է։ Ծանոթացել, ահա։ Այո, 18-19 տարեկանում հայրս եղել է մեր աշտարակի մշակույթի տնօրեն եւ
ոնց որ բացել է այդ բարի խումբը։ Մայրս բարի է գնացել այնտեղ եւ ծանոթացել են։ Հայրս մի քանի բարեր է ունեցել, բեմադրություններ եւ մայրիկիս հետ եղել են այն ոնց որ առաջի զույգը։ Եվ հենց այդտեղ ծանոթացել եւ ամուսնացել են, այո։ Որից հետո մայրս չի շարունակել։ Բայց աշխատել է տարիներ շարունակ, աշխատել է այն ժամանակ կրթության բաժնում էր աշխատում, այո։ Դուք նշեցիք, որ այսպես որպես միակ դուստր անընդհատ շրջապատված եք եղել հատուկ հոգատարությամբ ու հոգացության մեջ, բայց հասկանում եմ կրթությանն էլ են այսպես վերաբերել, որովհետև դուք Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցը Դաշնամուրային բաժինն եք ավարտել, 7-ամյա դպրոցը, եւ այնուամենայնիվ հետո Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժին ավարտել, Այո, մեր աշտարակում մինչև օրս էլ գործում է մի շատ լավ երաժշտական դպրոց ունենք, Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոց, ունեն շատ լավ մասնագետներ, շատ պրոֆեսիոնալ մասնագետներ։ Ես այնտեղ սովորել եմ 7 տարի, ավարտել եմ, որից հետո մի անգամից արդեն դպրոցս ավարտելուց հետո, գերազանց իհարկե դպրոցս ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի պարային բաժին, ավարտելուց հետո արդեն կազմեցի իմ ընտանիքը կազմեցի եւ հայրս եւ Վանուշ Խանամիրյանը միասին այդ տարիների ընթացքում հիմնադրեցին աշտարակում Պարարվեստի դպրոց ստուդիա։ Այո, դպրոցում սովորող երեխաները, երբ որ ավարտում ուսումը վերջացնում էին, տեղափոխվում էին ստուդիա, արդեն ըստ ցանկության, անսամբլ, որը ես արդեն հայրս ասեց, գիտես, արի դու տնօրինի, ես էլ ստուդիան կղեկավարեմ։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Մեր դպրոցն ավարտած երեխաները տեղափոխվում էին արդեն անսամբլ։ Այո, ես գիտեմ, որ շատերը հետո նաև Պարարվեստի ուսումնարանում շարունակեցին, չէ՞։ Այո, մեր դպրոցը, քանի որ արդեն ասեցի, 26 տարվա պատմություն ունի արդեն։ Եվ 20 տարի դուք տնօրինել եք դպրոցը։ 20 տարի տնօրինել եմ եւ ունեցել եմ շատ տաղանդավոր, շատ պարարվեստի տաղանդավոր մասնագետ պարուսույցներ, շատ։ Իմ համակուրսեցի Հասմիկ Սելիմյան, դասական պարի, ուրեմն պարուսույց Մարինե Գրիգորյան, Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության ուրեմն վարչության անդամ Աշոտ Օհանյան, որն այսօր ղեկավարում է, ինձ փոխարինում է մեր ստուդիան, եւ 26 տարի մեր բեմում եղել է իմ ուրեմն Սունդուկյան թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը, որպես հաղորդավարուհի, եւ ինչու՞ չէ որպես պարուհի, կարելի է ասել, մեր համերգները միշտ նաեւ զարդարել է իր գեղեցիկ թե արտաքինով, թե շատ գեղեցիկ վարել է մեր միջոցառումները։ Միջին ինչ որ բան չեք սիրում եք ամեն ինչ այսպես բացարձակ լինի, դեպի կատարելություն գնա։ Այո, ես չգիտեմ, թե դա որքանով է ստացվում, բայց փորձում եմ դա անել, Ինչ վերաբերվում է մեր դպրոց ստուդիան ունեցել է, տվել է շատ պրոֆեսիոնալ աշակերտներ, որոնցից են Ռոբերտ Լևոնյանը, իմ որդին, եղել է իմ եղբոր թոռնիկը, Սերժ Խաչատրյանը, որին անսահման սիրում եմ, եւ որպես երիտասարդ, եւ որպես մասնագետ, Սերժ Խաչատրյանը այսօր մի այնպիսի, ուրեմն, միտք ունի դեպի մեր հայկական ժողովրդական պարերը, որ այսօր մենք նայում ենք եւ հիանում ենք, որ տվել ենք նման կադրեր, նման մասնագետներ։ Սա այստեղ գենետիկան էլ իհարկե նշանակություն է ունեցել նաև, այո, բայց նաև իհարկե կրթությունը շատ կարևոր է։ Իհարկե, ունեցել եմ Անժելա Սարգսյան, ունեցել եմ Կարինե Մելքոնյան, ունեցել եմ Գոհարիկ Ադամյան, ունեցել եմ ուրեմն Միլենա Ալեքսանյան եւ այս պահին այսքանին կարողացա հիշեմ իմ Անժելան, որը նույնպես շատ բարումա պրոֆեսիոնալ, հիանում ես։ Այո։
Այդպես շատ Դպրոցը աղանդավոր փաստորեն հիմա արդեն քանի որ դուք էստեղ չեք դուք չեք տնորինում, բայց այդ կապը կա եւ բացի դրանից քասախբարային համույթը ղեկավարում եք անձամբ դուք, սա եզակի մի բան է, որ կարողանում եք զուգահեռ իրականում ձեռագիրը, շատ կարեւոր է ձեռագիրը պահելով նաեւ ղեկավարել եւ այստեղ Երևանում եւ Լոս Անջելեսում, բայց հիմա դպրոցը, այսինքն նույն էսպես դուք նոր եկել եք եւ նույն այդ շուկով գործում է, կարելի է օրինակ գալ այդտեղ մենք մեծ սիրով կուզենայինք հենց այդտեղ էլ նկարահանումներ անցկացնել, որտեվ հրաշալի մի բան է, երբ կա մեր քաղաքներում, հայրենիքի տարբեր քաղաքներում այսպիսի մասնագիտացված դպրոցներ, որոնք պահպանվել են։ Իհարկե, պահպանել ենք եւ այսօր շատ շնորհակալ եմ մեր Աշոտ Օհանյանին, որ իսկապես շատ լավ պահպանում եւ տնօրինում է այսօր դպրոցը։ Եվ ես շատ ուրախացա, այն ինչ որ դուք ցանկություն ունեցաք հանդիպել մեզ, սիրելի Լիլիթ, պետք է ասեմ, որ մեր դպրոցը այս պահին գտնվում է վերանորոգման տակ, եւ մեր քաղաքապետի Թոմաս Շավերդյանի, ուրեմն ասելով, մենք սպասում ենք այն օրվան, թե երբ ենք տեղափոխվելու։ Եվ ես ձեզ խոստանում եմ, այդ օրը, բացման օրը անպայման ես ձեզ արդեն հրավիրում եմ, որ դուք ներկա լինեք։ Ես վստահ եմ, որ շատ շուտով կլինի, որովհետև իսկապես աշտարակ քաղաքի, այստեղ շատ եզակի, ձեր նաև ոճը, այստեղ այս ավանդույթը իմանալով, արվեստի մեջ, ես վստահ եմ, որ սա պիտի լինի հետաքրքիր, մանավանդ վերանորոգումից հետո մի կարևոր կենտրոն աշտարակ քաղաքի համար, մենք սպասում ենք օրը կոնկրետ նշելու։ Սիրով 170 սա մեր օրերում իսկապես քիչ է պատահում, որ մշակութային արվեստի դպրոց կարողանա այսքան նաև աշակերտներ իր պատերի ներսում պահել, ես կարծում եմ, որ շատ շուտով, ինչպես արդեն խոստացել են, հնարավոր կլինի արդեն տեղափոխվել։ Ես ուզում եմ հասկանալ, Հասմիկ, ինչպես ստացվեց, որ դուք մեկնեցիք նահանգներ։ Ես ձեզ անկեղծ պետք է ասեմ, որ չեմ հավատացել գրին քարտի արդար խաղարկությանը։ Եվ ունեմ Թամարա անունով շատ լավ հարևանուհի, ինքը ինձ ասեց, լսի ասեց, արի մի հատ նկարվի, նկարը տուր գրին քարտ գցեմ, եւ ասեց շահել ես։ Ու ես այդ պահին չեմ կարողանում կողմնորոշվել։ Ես ինչպես թողեմ այս երեխաներին, ինչպես թողեմ իմ ստեղծածը, իմ դպրոցը, տարիների իմ վաստակը, ես ինչպես թողեմ ու տեղափոխվեմ, մանավանդ որ այնտեղ ես չունեմ ոչ մեկը, ոչ մի հարազատ։ 2017 թվականին։ Այո, 2017 թվականին, այնուամենայնիվ որոշեցի փոքր տղայիս հետ տեղափոխվել եւ տեղափոխվեցինք այնտեղ արդեն հայտնվել ես մի աշխարհ, մի օտար երկիր, որտեղից պետքա սկսես։ Այդ ընթացքում ես հայրիկիս ցավալի լուրը լսեցի եւ տեղափոխվեցի Հայաստան։ Ու այդ օրվանից կարող եմ ասել, մինչև օրս դա ինձ համար եղավ մի այնպիսի հակառակ բան տեղի ունեցավ ինձ հետ, որ ես մինչև օրս դեռ չեմ կարողանում ես դուրս գամ այդ հարվածից։ Հարվածներից հետո կարծես իր երազանքը, իրական այնպես ինչպես ինքը կուզենար, որ ապրես, սկսում ես այդպես ապրել։ Կարելի ասել, որ այս էներգիան նաև ինչ որտեղ ստեղծելու հետո արդեն զարթոնքը ինչ որ առումով կապված էր ձեր երջանկահիշատակոր հետ։ Այո, հայրիկիցս հետո մեր աշտարակի ստուդիան վերանվանվեց հայրիկիս անունով, այսօր այն կոչվում է Վարազդատ Աղամալյանի անվան պարարվեստի ստուդիա։ Եվ այդ անուն ազգանունը ինձ շատ պարտավորեցնում է, որ ես ավելի ստեղծագործեմ եւ ավելին անեմ։ Եվ արդեն փաստորեն 18 թվականին Հասմիկ այս էներգիան ձեզ հնարավորություն տվեց նաև օվկիանոսից այն կողմ երեխաներին, հայ երեխաների մեջ, ինչպես ձեր հայրը
տասնամյակներով կարողացել է իր պարով, հա, իր մեկ շարժումով հայկականությունը այդպես տարածել դահլիճում, հա, բեմի վրա իր մեկ այդ շարժումով, այդպես դուք օվկիանոսից այն կողմ որոշեցիք հիմնադրել Զարթոնքը եւ հայկական զուտ հայկական պարը տարածել այնտեղ հայ երեխաների մեջ։ Այո, 18 թվականին ես հիմնադրեցի իմ այսինքն այն ժամանակ ճիշտ ասած դեռ անուն չունեին, ու անուն դեռ չուներ, այնտեղ մենք ես մինչև օրս Շահազիս միություն կա, ես այդ միության հետ եմ համագործակցում։ Այո։ Եվ կովիդից հետո, այդ համաճարակից հետո ես չաշխատեցի, 4 տարի չեմ աշխատել, այդ խումբս չեմ բացել, որից հետո երբ որ մեր Հայաստանի Վանուշ Խանամիրյանի անվան պարարվեստի գործիչների միության նախագահան Գագիկ Մխիթարյանը, ես շատ շնորհակալ եմ իրեն, իսկապես շատ շնորհակալ եմ, երբ որ եկավ Միացյալ Նահանգներ, մեծ փառատոն կազմակերպեց։ Եվ ես ստիպված եղա շատ ամաչում էի այդ ժամանակ, երբ որ չունեի պարախումբ։ Զանգեցի իմ ծնողներին եւ մի մարդու նման բոլորը հավաքվեցին։ Պատկերացնում եք 4 տարի չաշխատելուց 4 տարի, այո, դադարից հետո մի անգամից հավաքվեցին եւ ես կարողացա շատ արագ մեկ հատ պար հավաքել եւ մեկ պարով հանդես եկանք այդ փառատոնին, որից հետո շարունակեցինք մինչև այսօր։ Բացումը, այսինքն, այսպես առաջին մեկնարկը, հա։ Բացումը եւ դրա համար անունը դրեցինք Զարթոնք, պարախմբի անունը, որ մենք նորից արթնացանք։ Այո, 6 տարեկանից մինչև 15 տարեկան երեխաներ են եւ հիմա զուգահեռ փաստորեն Հասմիկ եւ Քասախ պարային համույթը, արդեն աշտարակի պարարվեստի ստուդիայի Քասախ պարային համույթը եւ նաեւ Զարթոնքը։ Այս երկուսը զուգահեռ ինչպես եք կարողանում, ես հասկանում եմ, որ շատ հաճախ եք դուք լինում Հայաստանում։ Այո, դա ինձ համար դա իմ մեծ ուրախություն է, ես չեմ էլ նկատում այդ հոգնածությունը, այս ճանապարհի հեռավորությունը, անկեղծ եմ ասում, ես դա չեմ նկատում։ Երբ որ ես գնում եմ, այն երեխաների հետ սկսում եմ աշխատել եւ իմիջայլոց մի բան էլ ասեմ, որ մայիսի 31-ին իմ Զարթոնք պարախմբի մենահամերգն է լինելու առաջի անգամ եւ մի շատ մեծ երազանք ունեմ, որ այդ մենահամերգից հետո Զարթոնք պարախմբից Հայաստան գան եւ հանդիպենք Քասախ պարախմբի հետ եւ սիրուն մի հատ համերգ կազմակերպենք։ Քասախ եւ Զարթոնք։ Ես ուզում եմ, որ անպայման ձեր այս երազանքը իրականանա, որովհետեւ իսկապես հրաշալի կլինի։ Բայց ես գիտեմ, որ դուք եկել եք եւ անմիջապես փաստորեն մասնակցել եք այստեղ Իմ մայրիկը խորագրով ընդամենը մի քանի օր առաջ, հա, փաստորեն պարարվեստի ուսումնարանում փառատոն էր եւ դուք հենց այդ օրը գալով արդեն կարողացել եք Քասախ խմբին առաջնորդել ու փառատոնին մասնակցել։ Այո, հենց 3 դա տեղի ունեցավ եւ հենց դա ինձ ուժ է տալիս այդ փառատոները, երեխաները, այդ աշխատելը, շատ սիրում եմ երեխաներին, անսահման եւ ցանկացած երեխայի, ինձ համար ցանկացած երեխայի ժպիտը, երեխան հենց իսկ կարևոր է։ Եվ այո, շատ ճիշտ եք նկատել, որ երբ որ վերադարձա, ընդամենը մի քանի ժամ հետո ես Քասախ պարախմբից բերեցի եւ մասնակցեցինք այդ Իմ մայրիկը խորագրով միջոցառմանը։ Իսկ պարային բեմադրությունները ինչպես եք դուք աշխատում, հետևում, որովհետև սա լուրջ նաև ավանդույթներ ունեցող պարային համույթ է Քասախը, փաստորեն անցյալ տարի է, չէ՞ նշել 25-ամյակը իր հիմնադրման, 25 տարի պարային համույթը գոյություն ունենա այսպես անընդհատ շարունակական, սա մեծ ու պարտավորեցնող մի ուղի է, ինչպես եք կարողանում ընթացքին հետևել, որովհետև անընդհատ այստեղ երևի հիմա սերնդափոխություն է եղել։ Դե ինչպես նշեցի, դե ամեն ինչը գալիս է իմ պարուսույցներից։ Բոլորն էլ պրոֆեսիոնալ, ես դա շատ եմ կարևորում, պրոֆեսիոնալ մանկավարժ լինելը, բոլոր իմ արդեն իսկ նշած մանկավարժները իրենց շնորհիվ է,
Ես այս պահին նորից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որ այսօր պահում եւ պահպանում են այդ ստուդիան։ Եվ իրենց իսկ տաղանդն է դա խոսում տաղանդի մասին, որ ինչպես են կարողանում շփվել երեխաների հետ եւ իրենց իսկ բեմադրած պարերը արդեն երբ որ ես տեսնում եմ, ուղարկում են ինձ, նկարում են, արդեն ես այդտեղ ոչ ավելացնելու, ոչ որևէ պակաս մի բան չեմ տեսնում։ Այսինքն արդեն ձեռագիրը կա եւ այդ ձեռագրով կարողանում են աշխատել։ Իսկ զարթոնքում այնտեղ մտածողությունը երեխաների երևի մի քիչ այլ է, չէ՞։ Հավատացեք, տարբերությունը շատ մեծ է։ Այստեղի երեխաների եւ Միացյալ Նահանգներում այդ իմ պարախմբի երևի դա բոլորն են, բոլորը կտեսնեն, ովքեր որ ունեն խմբեր, բոլորովին տարբեր է աշխատանքը այստեղի երեխաների հետ եւ այնտեղի բայց կարողանում եմ այնտեղ էլ ինձ հանդիպեցին շատ լավ մայրեր, շատ լավ ծնողներ, որ իսկապես լավն են, իսկապես սիրում եմ իրենց եւ որոնց հետ հաճելի է աշխատել եւ երեխաների հետ ճիշտ է մի քիչ ավելի բարդ է, բայց կարողանում եմ ես, կարողանում եմ նաև այդ երեխաների հետ աշխատել այնպես, ինչպես եւ ես եմ ուզում, եւ իրենք են ուզում։ Բայց սա ձեր բնավորության, այսինքն մասնագիտականից զատ բնավորության գիծ է։ Դուք ձեր տեսակով այսպես հանդուրժողականությունը ես հասկանում եմ, որ շատ է ձեր մեջ եւ դուք կարողանում եք բոլորին լսելի դարձնել, ընկալելի դարձնել այն ինչի մասին, որ մտածում եք, ինչը մտածում եք, որ անհրաժեշտ է, օրինակ տվյալ բեմադրությանը կամ այս երեխային։ Այո, հատկապես Միացյալ Նահանգներում ինձ համար միայն հայկական ժողովրդական պարերն են գերակշռում, միայն Եվ այսօր ունեմ արդեն 11 հատ բեմադրած պար եւ այս 31-ին այդ պարերը իհարկե մենք ներկայացնելու ենք եւ նաեւ ունեմ 4 երգ, որոնք իսկապես լավ պրոֆեսիոնալ մեր իմ շատ սիրելի Սյուզի որպես մանկավարժ ինքն է ասենք այդտեղ վոկալի մասնագետ, հա։ Այո, իրեն, այո, երգի ուսուցչուհի 4 հատ էլ երգ ունենանք։ Այո, փաստորեն մայիսի 31-ին որտեղ եք տեղի ունենալու։ Տեղի է ունենալու ուրեմն Փասադենա քաղաքում։ Ահա։ Այնտեղ մի շատ գեղեցիկ սրահ, երբ որ իմ շատ մտերիմ ընկերուհու հետ Լիլիա Մարկարյանի հետ, որը երկար տարիներ Գլենդել քաղաքում ունի 35 տարվա արդեն պարախում, շատ շնորհակալ եմ իրեն, շատ սիրում եմ իրեն, միասին գնացինք եւ ընտրեցինք այդ սրահը, որտեղ եւ տեղի կունենա։ Հրաշալի է, փաստորեն Զարթոնքի այս էջերում դուք կարող եք ավելի մանրամասն հետևել, բոլոր նրանք ովքեր օվկիանոսից այն կողմ են, իհարկե այս հատվածում են, կարծում եմ, որ կվայելեն, կկարողանան այցելել ու վայելել իսկապես հրաշալի այս միջոցառումը առաջինն է ըստ էության Զարթոնքի դեռ այնտեղ առաջին կարևոր մեկնարկն է տրվում, սակայն ես կարծում եմ, որ շարունակությունը Հասմիկ պիտի լինի այդ ձեր երազանքը, որը հրաշալի մի բան կլինի, այո, Զարթոնքը լինի այստեղ Հայաստանում եւ բեմում, այս դեպքում արդեն բեմը կիսենք Հասախը իր 25 տարվա փորձով եւ այսպես ավանդույթներով եւ Զարթոնքը։ Դա ուղղակի երազանքն է։ Հասմիկ, բայց երազանքներին դեպի գնալու քայլերը դուք միշտ սիրում եք ունենալ այդ քայլերն ու անել։ Այո, ես երբեք պարապ չեմ մնում։ Ես միշտ, ասենք հիմա 31-ը ասով մենք գտանք մեր համերգը, որից հետո ես արդեն սկսում եմ պլանավորել Հայաստանի Քասախի մասին կազմակերպել մի բան, մի նորություն։ Ամեն անգամ սիրում եմ ու երբեք չեն կրկնել։ Երբեք չեն կրկնել այն, ինչ արել ենք։ Ամեն անգամ մի նոր բաներ ենք արել։ Եվ ես այնտեղ ունեմ հովանավորներ, որոնք ամեն անգամ գալուց ասում են Հասմիկ, ինչ կարելի է անել, ասում եմ իմ երեխաների համար ու ես արդեն գիտեմ ինչ է պետք անել։ Արդեն գիտեմ եւ ասում եմ եւ մարդիկ մեծ սիրով
մեծ սիրով դա անում են։ Այո, որովհետև տեսնում ու նկատում են այն մեծ նվիրումը, որ դուք ունեք եւ նաեւ այդ կարողությունը, հա, պիտի մարդու մեջ դա լինի անընդհատ նոր բան ստեղծագործելու։ Հասմիկ, որտեղից է ձեր այդ էներգիան անընդհատ նոր մի բան մտածելու ու երբեք չխոսելու հոգնելու մասին։ Այո, ուրեմն ես իհարկե Հայաստանը իմ տունն է։ Վերջի 2 անգամ, երբ որ ես վերադառնում եմ Հայաստան, մի շատ հետաքրքիր բան է ինձ այդ տեղի ունենում։ Երբ որ ինքնաթիռը մնում է մոտ 15 րոպե վայրեջ կատարի, ինձ թվում է ինքնաթիռը մի անգամից իմ տան մեջ է վայրեջ կատարում։ Մի շատ հետաքրքիր զգացողություն է դա։ Երբ որ դա ինձ եւ ուժ է տալիս իմ Հայաստան գալու, Հայաստանում ինչ որ մի բան անելու, ինչ որ երեխաների համար մի նորություն, ինչ որ մի լավ բան անելը։ Եվ հիմա երբ որ պետքա վերադառնամ, այնտեղ նույնպես դա ինձ ոգևորում է։ Նահանգների ռիթմի մասին բոլորը խոսում են, բողոքում են, բայց դուք փաստորեն կարողացել եք ճիշտ է հետո COVID-ի պատճառով դադար է եղել, բայց գնալուց այսպես ընդամենը 1 տարի հետո հիմնադրել եք պարային ստուդիա։ Այո, Լիլի ջան, այնտեղ ես չեմ վարում մեքենա, չունեմ մեքենա եւ ինչպես ասեցիք, այո, կարողանում եմ այդ ամեն ինչը հասցնել, անել։ Երազանք եմ ունենում եւ փորձում եմ հասնել դրան։ Ես շնորհակալ եմ շատ, ինձ իրականում շատ հաճելի էր հանդիպել ձեզ հետ, Հասմիկ, ուզում եմ, որ շատ լինեն երեխաները, որ ձեր շուրջն են, թե Քասախ պարային համույթում, թե Զարթոնքում, Օվկիանոսից այն կողմ, որովհետև նրանք բացի շատ հայկականությունից, գեղեցիկ կեցվածքից ու պարից, նաև կանացի այդ նուրբ էներգիան են ձեզնից ստանում։ Շատ շնորհակալություն, շատ շնորհակալ եմ։ Սիրելի հետևորդներ, իրականում այսօր ինձ շատ հաճելի էր, որովհետև գիտեք, մենք միշտ մտածում ենք ինչպես կարելի է հասցնել եւ ինչպես են աշխարհում այսպես մեծ գործեր արվում, ինչպես է սա մարդու համար դառնում հասանելի։ Բայց երբ ուսումնասիրում ես, ամեն անգամ ես նշում եմ, որ կանանց պատմությունները մեզ համար հետաքրքիր ու մեծ դռներ են, դարպասներ են, որոնցով նա անցնելիս դու կարողանում ես շատ հրաշքներ տեսնել։ Այսօր մենք զրուցում էինք շատ պրոֆեսիոնալ, շատ հետաքրքիր տարբերվող կնոջ հետ, ում մեջ արվեստը իրականում շատ է իր գեներով անցած, հա, իր երջանկահիշատակ հայրիկից առաջին հերթին, բայց սրա հետ միասին շատ կարևոր է, որպեսզի մարդը իր կյանքի ընթացքում հասկանա, որ ինքը առաքելություն ունի եւ միայն այն իր մեջ կրելով չի, ինքը պարտավոր է այն տարածել իր շուրջը մարդկանց ու երեխաներին հնարավորություն տալ այդ արվեստից անմասն չմնալ։ Եվ այսօր մենք զրուցում էինք իսկապես հետաքրքիր կնոջ աշտարակի պարարվեստի ստուդիայի Քասախ պարային համույթի գեղարվեստական ղեկավար, Միացյալ Նահանգների Զարթոնք պարային համույթի գեղարվեստական ղեկավար, նաեւ իհարկե հիմնադիր Հասմիկ Աղամալյանի հետ։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ, ես ուզում եմ, որպեսզի իսկապես մեր շուրջը շատ լինեն մարդիկ, ովքեր կարողանում են փոքր քայլերով իրենց երազանքներն իրականացնել։ Իսկ եթե այսպիսի մարդիկ են, ում երազանքները, որ շատ երեխաների մեջ արվեստը ավելի խոր հիմքի վրա է դնում, ուրեմն սա իսկապես երազանք է դառնում բոլորի համար։ Եվ հենց այս մարդկանց շնորհիվ է, գիտեք, որ վաղը ավելի ինքնուրույն, մի քիչ ավելի հոգևոր ու հայկականությունը իրենց մեջ կրող մարդիկ պիտի ունենանք։ Եթե մեր շրջապատում այսպիսի մարդիկ շատ լինեն, հաստատ հնարավոր կլինի ամեն անգամ ասել, որ անհնարին ոչինչ չկա։ Այս պահին ձեզ հրաժեշտ տալով ես ուզում եմ, որպեսզի այդ զգացողությունը ավելի հաճախ ունենանք ու հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրից ինչ որ բան կախված է ու քայլ անելու համար իրականում մեզ մնում է ընդամենը մեկ բան՝ կանգնել, հստակ որոշում կայացնել ու հասկանալ, որ ասպարեզում է, որ դու ունես այդ քայլը անելու։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։